Լրագրող Նանե Իսրայելյանը Facebook-ի իր էջում գրում է. Եղել է սպանության փորձ, թե ոչ։ Հարցին հարցով պատասխանեմ։ Հոկտեմբերի 27-ն ով արեց։ Մարտի 1-ը ով արեց։ Ով ազգի դեմ տանկեր հանեց։ Ով Հայաստանի Հանրապետության գույքը վաճառեց։ Ով մարդկանց օրը ցերեկով հանեց իրենց տներից ու սպանեց։ Ով տարիներ շարունակ բանակցեց Արցախը փուլայինով հանձնի թե փաթեթային։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը դեռ դատապարտված չէ տասնյակ սպանությունների համար եւ դեռ մի բան էլ իշխանության հայտ է ներկայացնում։ Ինչ իրավունքով են իշխանության հայտ ներկայացնում ռուսական ուժերը, որոնց օգնությամբ հանձնվեց Արցախը։ Ինձ նման սահմանի վրա մեծացածներին Ռուսաստանից եկած ռուսի ստրուկները պիտի կառավարեն, Հայաստանը թողած, թռած։ Լուրջ։ Երբ քննարկում եք սպանության փորձը PR-ի վերածելու սցենարը, բացեք եւ տեսեք մեկ օր առաջվա միլիոնավոր դիտումներս։ Ողջ ազգին է 2 տարի հետաքրքիր եղել իմ լրագրողական դադարը, իսկ իմ սահմանած նշաձողին որևէ լրագրող չի էլ մոտեցել։ Լայքվել դեռ չի նշանակում կարծիք ձևավորել։ Բոթ լցնելը դեռ չի նշանակում իրավիճակ փոխել։ Իսկ սպանության եւ իշխանափոխությունից հետո դատվելու մասին սպառնալիքների պակաս չեմ էլ ունեցել։ Բայց դա ինձ չի էլ հուզել։ Եվ վերջապես Բագրատաշենից մինչև Մեղրի շրջելու եմ եւ շփվելու եմ մարդկանց հետ, եւ սա ընտրություններով ու ուղակի շփումներով չի ավարտվելու։ Մասնակցելու եմ ցույցերին, որքան էլ դա վտանգավոր լինի։ Ինձ իշխանական կամ անդիմադիր կոչողներին փոխանցեք, որ ես ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը։ Իմ ազգի ճակատագիրը ձեր սեփական շահերից վեր եմ դասում։ Ինձ գրող, սիրող, պաշտպանող մարդիկ։ Սպասող մարդիկ։ Դուք իմ ողջ կյանքի չստացած սերն եք։ Պաշտում եմ ձեզ։